Իսրայելի եւ Իրանի երկինքը համեմատաբար հանգիստ է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունից հետո նրա միջնորդությամբ կնքված հրադադարը պահպանվում է։ Հունիսի 25-ի վաղ առավոտյան Իսրայելի իշխանությունները քաղաքացիական բնակչության համար հանել են պատերազմի հետ կապված սահմանափակումների մեծ մասը։ Today is a great day. The kids are going back to school. Այսօր հիանալի օր է, երեխաները վերադառնում են դպրոց, եւ մենք հույս ունենք, որ սա խաղաղության եւ բարգավաճման նոր ժամանակաշրջան է։ Լավ է վերադառնալ իրական բնականոն կյանքին։ Իրանի նախագահն էլ հայտնել է, որ հրադադարի հաստատումից հետո իր երկիրը պատրաստ է վերադառնալ նորմալ կյանքին։ Փեզեշքյանը Իսրայելի գործողությունները որակել է ահաբեկչական հարձակում, որն իրականացվել էր մի ժամանակաշրջանում, երբ Իրանը փորձում էր դիվանագիտական երկխոսություն սկսել Միացյալ Նահանգների հետ։ Միացյալ Նահանգների նախագահի մերձավոր արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիտքոֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունները խոստումնալից են եւ Վաշինգտոնը հույս ունի երկարաժամկետ խաղաղության պայմանագիր կնքել։ 12-օրյա հակամարտության հետևանքով ըստ պաշտոնական տվյալների Իրանում զոհվել է 610, Իսրայելում 28 մարդ։ Հաղորդվում է, որ ռմբակոծությունների հետևանքով վնասվել են տասնյակ ենթակառուցվածքներ, հարյուրավոր տներ անբնակ են դարձել, խաղաղ բնակիչներ են տեղահանվել։